Տերը մեզ օրհնի, խոսքիս վերնագիրը այսպես է փրկարար հավատք։ Շատ տարբեր հարցերում մարդը կարող է հավատք ունենալ, բայց դրանք փրկության հետ կապված չլինեն, փրկություն այդ հավատքներով չստանա։ Կա կարևոր մի թեմա, ավետարանի խոսք, որով բացահայտվում է Հիսուս Քրիստոսի խաչի գործը, որով Աստված մարդկությանը փրկություն շնորհեց։ Եվ այդ գործին հավատալը կոչվում փրկարար հավատք։ Հովհաննեսի ավետարանի 3:16-ում այսպես է ասում, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Մեկ նախադասություն, բայց ինքան շատ մտքեր կա բովանդակվող իր մեջ, որ ես չեմ կարող բոլորն ասել, ինչ որ չափ կարող նկատեմ ասեմ, ասում է ամբողջ աշխարհը կորչելու մեջ էր, կորչող էին, բոլոր աշխարհն էր կորչում, ամբողջ մարդկությունը, որպեսզի չկորչեր մարդկությունը, հնարավորություն ունենա մարդը փրկվելու, Աստված իր որդուն տվեց։ Եվ այդ զոհաբերությունը իր որդուն տալը, դա հենց մեծ սիրո չափ էր, շատ մեծ, որ ասում այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց։ Դա իրականում մեծ զոհաբերություն է, որ Աստված արեց, գին չկա, որքան հասկանում ես այդ զոհի մեծությունը, արժեքը, այնքան ավելի ես հասկանում, ինչ մեծ գին է տվել Աստված մարդուն փրկելու համար։ Եվ ասում է, ով որ հավատա չկորչի, հավատալով դու ընդունում ես փրկությունը, հավատալ Հիսուս Քրիստոսին, Աստծո որդուն, նաև այս նույն նախադասության մեջ նուրբ ձևով արտահայտվում է որդու մեծությունը, չէ՞, Աստված իր որդին տվեց, մարդկանց հետ խոսում է մարդկանց հասկանալի կերպով, Աստծուց դուրս եկավ Քրիստոսը, նա Աստծուց Աստված է, որդի Աստծո, նա եղավ զոհ, մեծ զոհ տվեց Աստված։ Սուրբ գրքում շատ կարևոր թեմաներ կան, որ կարող են մեզ շատ հարցերում խրատական լինեն, շատ հարցերի պատասխաններ լինեն, բայց դրանք փրկարար հավատքի հիմք չլինեն, սակայն Քրիստոսի խաչի գործը հենց դա փրկարար հավատքի հիմքն է։ Երբ որ մարդիկ հարցնում են, դու փրկված ես, շատերն են ասում, այո, փրկված եմ։ Հիմքը հավատքիդ, փրկությանդ, այդ հավատքի հիմքը որն է, այնքան տարբեր պատասխաններ եմ լսել։ Այսօր երկուսի մասին կխոսեմ, որ փրկարար հավատք չեն, բայց մարդիկ շատ համոզված են, որ դա հենց իրենց բավարարում է, որ փրկված տեսնեն իրենց։ Եփեսացիս նամակում երկրորդ գլխի հենց առաջին խոսք ասում է, դուք որ մեռած էիք հանցանքներում եւ մեղքերում, ու չափազանցված չի այս խոսքը։ Դեռ Աստծո որդուն չունեցած մենք մեռած վիճակում էինք։ Շարունակությունում ասում է, քշվում եք այս աշխարհի սովորության պես, աշխարհիկ մարդկանց նման գնում եք ու չգիտեիք ձեր ապագան ինչ է լինելու։ Չգիտեինք։ 5-րդ համարում ասում է, երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ, կենդանացրեց Քրիստոսի հետ, շնորհքով եք փրկված, հավատացյալ մարդկանց հետ է խոսում, ուշադրություն դարձրեց, հավատացողներ, որ Աստծո ուղարկած որդուն հավատացիք, կենդանության արժանացեք, կենդանացրեց Քրիստոսի հետ, շնորհքով եք փրկված, նրա հետ մեզ հարույց, այսինքն հարություն տվեց,
Եվ նրա հետ երկնավորներում նստեցրեց Քրիստոս Հիսուսում, որ նոր եկող դարերում ցույց տա իր շնորհքի գերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսի մեզ վրա ցույց տված քաղցրությունով։ Կշարունակեմ իհարկե, հասել եմ 8 համարը, այս փրկությունը շատ մեծ է։ Ոչ միայն մեղքերի թողություն, ոչ միայն ներում, հոգեապես հոգի ունենք, բայց մեռած վիճակ, կենթանացրեց, հոգին կենթանացրեց, հետո ապագատ հաստատեց, փրկություն, որ ապահոված է ապագատ, մեզ հարություն տվեց Քրիստոսի հետ և երկնավորներում նստեցրեց, որտեղ քո փրկիչը, ով հավատացող, փրկչին վստահող, այնտեղ քո ապագան, այնտեղ էլ դու, երկնավորներում նստեցրեց, նոր եկող դարերում էլ ցույց տա այս մեռած, կորսված, մեղքի մեջ շաղախված մարդկանցից ինչ որակ ստացա, նոր եկող դարերում ցույց տա իր շնորհքի գերազանց մեծությունը, իր փառքի շնորհքի արտահայտումը փրկվածների մեջ, մեծ է այս փրկության գործը, ոնց էլ ներկայացնենք, միշտ նոր բան ենք տեսնելու, Քրիստոսի խաչի գործը Աստծո գերազանց իմաստությունն է, երկնքը նայում ես, շատ բաներ կարող ես երկնքի, այդ անսահման երկնքի նայելով տեսնես, սովորես, բայց խաչի գործը անթիվ շատ հարցերի պատասխան է, Աստծո իմաստություն, մեկ գործ բազում հարցերի պատասխան, այս փրկությունը մեծ է, ասում է, այս մեծ փրկությունը նվերով է ձեզ, շնորհքով եք փրկված, 8-րդ համարում ասում է կրկնում այս արտահայտությունը, որտեղ շնորհքով եք փրկված հավատքի ձեռով, եւ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է։ Դուք ինչպես վերցրեցիք սա հավատքի ձեռքով։ Հովհաննես ավետարան 3:16-ում ասում է, ով որ հավատա, չկորչի, կորչող էր, բայց էլ չի կորչի։ Այստեղ ասում է հավատքը մի ձեռքի նման է, որ դու վերցրեցիր։ Այս օրինակներն օգնում են մեզ հասկանալ, մեզ ինչ պարգև է տվել նաև Աստված, հավատալ։ Հավատալ նման է մի ձեռքի, որ ես առնեմ այդ մեծ փրկությունը, ունենամ փրկարար հավատք, ես հավատում եմ Քրիստոսին։ Այնքան մտքերի հարձակում է եղել իմ հանդեպ, իմ վրա, չարի հարձակում, մարդկանց կողմից հարձակում, ուզում էին համոզել, մտքերով սատանան ուզում էր համոզել, որ ես փրկված չեմ, բայց ես նա եմ պատասխանել։ Այն Հովհաննեսի ավետարանի 3:16-ում, որ ասում է, ով որ հավատա փրկվի, այդ հավատացողներից մեկը ես եմ։ Ես ճանաչում եմ սրտում կատարված քայլը, ես հավատում եմ Հիսուսին, մեկացած եմ նրան։ Եվ ասում է, այս փրկությունը գործերից չէ, ոչ թե գործերից, որ մեկը չբարձենա, քանի որ նրա ստեղծվածն ենք Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնց համար Աստված առաջուց պատրաստեց մեզ, որ նրանցում վարվենք, փրկված մարդկանց այս մի օրնյալ որակի բերեց, որ բարի գործերի վարմունք ունենան, սակայն այդ գործերը չէր փրկությանդ հավատքի հիմքը։ Եղել է մարդկանց Հիսուսի մասին վկայել ենք, գուցե ձեզ էլ է հանդիպել նման դեպքեր, Հիսուսին հավատա, նա է մեր փրկության զոհը, նրան հավատա, որ ապրես, ասում է, լսիր, ես գիտես քան բարի գործեր եմ արել, միթե Աստված կթողի, որ ես կորչեմ, շատ բարի լավություն եմ արել մարդկանց ու պատմում է լավությունները, ինչ ես կարծում, ով մարդ, բարի գործերով դու կարող ես արժանանալ մեղքերի թողության, մեղքի վարձքը մահ է, դա մահվան գին չէ, բարի գործը, դու կարող ես արժանանալ հոգիդ կենթանանար, հոգևոր մեռած վիճակից կենթանանայր, արժանանայր
Քրիստոսով ապագատ հաստատվելու, որ Քրիստոսով ենք արժանանում հարության, երկնքում նստելու, բարի գործերով արժանանալու իր այդ փառավոր դիրքին, ոչ։ Բարի գործերի համար վարձք կա։ Եվ հնարավոր չէ, որ մեկը Քրիստոսին հավատա, ընդունի Տեր ու Փրկիչ, փրկության հավատքն ունենա ու բարի գործեր չունենա։ Դա հնարավոր չէ։ Եթե չունի բարի գործեր, ուրեմն կասկածելի է, որ նա Հիսուսին Տեր է ընդունել։ Որովհետև Տեր ընդունած մարդը պատրաստված է բարի գործերի համար, ինչպես այստեղ ասում։ Սակայն բարի գործերը հավատքի հիմք չեն։ Երբ որ հարցնում են քեզ, ի՞նչը հիմքը հավատքիդ, որով համոզված ես, որ փրկված ես, էլ չես ասի։ Բարի գործեր ես, շատերին լավություն եմ արել։ Լավություն ես արել։ Մի երես տուր որևիցե մեկին, որ չկորցնես։ Եթե սպասում ես, ակնկալում ես մարդկանցից վարձք, արդեն վարձքը սա է, ապրես, որ արել ես։ Էդ էլ վարձք տեր, դիր գրպանդ և տար։ Բայց եթե դա չի քո սպասումը, այլ հանուն Աստծո, նույնիսկ եթե քեզ գովեն էլ միևնույն է, քո վարձքդ չես կորցնի։ Երբ որ մտնես երկինք, վարձդ էլ կստանաս։ Սակայն դա քո փրկագինը չէ։ Քո հավատքի, փրկարար հավատքի հիմքը Հիսուս Քրիստոսի խաչի գործն է, նա մեռավ ինձ համար։ Նա մեռավ ինձ համար։ Ինձ փրկություն շնորհեց։ Մենք մեղավոր էինք, պիտի մեռնեինք, Քրիստոս մեռավ մեր փոխարեն։ Եվ մեր մեղքի պատիժն իր վրա կրեց։ Սակայն քանի որ ինքն արդար էր, հարություն առավ իր արդար լինելու պատճառով, մեզ էլ արդարացրեց։ Ով որ հավատա, արժանացավ այդ օրհնությանը։ Տեսեք, Հռոմեացիս նամակի 6-րդ գլխում 3-4 համարներում այսպիսի խոսք կա. կամ չգիտեք, թե քանիներս, որ Հիսուս Քրիստոսով մկրտվեցանք, նրա մահվան մեջ սուզվեցինք, մկրտվեցանք։ Մկրտությունով նրա հետ թաղվեցինք մահի մեջ, որ ինչպես Քրիստոս հոր փառքով մեռելների միջից հարություն առավ, այնպես մենք էլ կենդանի նորոգության մեջ ման գանք։ Փաստորեն, մինչ մկրտվելը արդեն մենք ունենում ենք այդ կենդանի հավատքը։ Ես մեկացած եմ Քրիստոսի մահվանը, մեկացած եմ նրա հարությանը։ Մկրտությունով, կարծես ասում եմ, ասելու տարբեր կերպեր կան, խոսքով, գործով, ժեստերով։ Մկրտությունով սա եմ ասում, իմ սրտի հավատքն եմ ասում, որ մեկացած եմ նրա մահվանը, մեկացած եմ նրա հետևաբար նաև հարությանը։ Թեկուզ կյանքում մեկ անգամ ես մկրտվում, բայց որքան անգամ հիշում ես մկրտությունը, այնքան անգամ հիշում ես, որ հավատքիդ հիմքը սա է, փրկարար հավատքիդ։ Հիսուս Քրիստոս խաչվեց ինձ համար։ Կարծես այսպես, ես նրա հետ մեռա խաչի վրա, որպես մեղավոր, հարություն առա որպես արդար։ Ովքեր եք, որ մկրտված եք, հիշում եք և նորից նորոգում այս հավատքը։ Ովքեր եք մկրտված չեք, սա պատճառ է, որ հասնեք մկրտության։ Այս հավատքը ունենալով պիտի հասնեք մկրտության։ Պատկերացրեք, եթե մեկը մտածում է իմ բարի գործերով ես ունեմ փրկություն, էլ ինչ կարիք ունի Հիսուսին դավանել։ Ասում ես Հիսուսին հավատ, ասում է, ես արդեն դրա կարիքը չունեմ։ Իմ բարի գործերով արժան եմ փրկության։ Եթե նույնիսկ մկրտվի էլ, այդ մկրտությունը Աստված չի ճանաչի մկրտություն, որովհետև փրկարար հավատքի հիմք չկար։ Քրիստոսի մահվան և հարության մեկանալու այդ հավատքը չկար։ Նրա մահվանը մեկացավ, ուրեմն հարությանն էլ մեկացա։ Քրիստոսով կենդանացա։ Ես նոր մարդ եմ։ Այդ հավատքը չկա։ Թեկուզ եթե նույնիսկ մեր եկեղեցում մեկը մկրտվի, բայց այդ հավատքը չունենա, ժողովուրդ, առանց այդ դավանության մկրտությունը մկրտություն չէ։ Եղել է
պահեր, որ մարդուն հարցրել ենք. դու հավատում ես, որ փրկված ես, ասում է այո, ինչն է հիմքդ հավատքի, մտածում է եւ պատասխանը այս է. իմ սրտում ուրախություն կա։ Այսինքն ոնց, ես ուրախ եմ, որ փրկված եմ, հավատքի հիմքը սա է, ասում է այո, այ քեզ հավատքի հիմք։ Ուշադրություն դարձրեք, իրականում մեծ ուրախություն կա փրկվածների սրտում։ Ես որ հիշում եմ իմ ապաշխարության այդ օրերը, օրեր, ոչ թե ինչ-որ մի պահ, օրեր էր դա, մի սուքի մեջ էի, ես հասկանում եմ ինչ մեղավոր մարդ եմ։ Մինչ այդպես հասկանալը շատերին համեմատում է ինձ, ասում է ես շատերից եմ արդար, շատերին եմ լավություն արել, բայց երբ որ միտքս բացեց Աստված ու տեսա իմ մեղավորությունը, մի պահ եղավ դա այնպիսի մի սոսկալի ապրում, որ ես մեքենայով գնում էի Էրեբունի հիվանդանոցը, որ հիմա կա, դրա լայն մի ճանապարհ է, չէ՞ այդտեղ։ Մեքենայով գնում էի այդ թեկությունը բարձրանալով, աչք քաշեցի եւ կանգնեցի, որովհետեւ այդ պահին չէի կարող վարել մեքենան։ Շատ ցավ էի ապրում, որ ես ինչքան մեղք եմ գործել։ Տեր Աստված, ասում եմ, մեղքերի շատությանը թիվ չկա։ Մոտավորապես 23-24 տարեկան էի, լավ չեմ հիշում այդ տարիքս։ Թիվ չկա մեղքերիս քանակին։ Ողորմի ինձ, ինչ մեղավոր մարդ եմ, ինչքան եմ քեզ ցավացրել, ինչքան եմ վշտացրել քեզ, ինչքան անհաճելի բաներ արել, ստություն, անիրավություն, հպարտություն, անիրավ մարդ եմ։ Այն որ մարդիկ ասում են, ոչ բնությանն եմ պետք, ոչ մարդկությանը։ Ես տենց էլ մտածում եմ իմ մասին։ Ախր շատ անպիտան մարդ եմ, շատ մեծ ցավ էի ապրում։ Եվ այդ ժամանակ սկսեցի մասնակցել ժողովների, առաջին իմ այդ ընթացքներն էր, ձորում էինք ժողովանում, մոտեցա հովին, խոստովանում էի իհարկե Աստծո առաջին մեղքերս, նաև հովի հետ կիսվեցի, ես մեղավոր մարդ եմ, շատ մեղքեր եմ գործել, չգիտեմ որ մեղքս ասեմ։ Հովիվը Հիսուսի մասին խոսեց, Հիսուսի մեծության մասին, նա Աստծո որդին է, նա է զոհ եղել մեզ համար։ Երբ որ լսեցի, կարճ եմ պատմում իհարկե, բավական խոսեց Քրիստոսի չարչարանքների նպատակի մասին եւ ես լսելով Քրիստոսի մասին նորից իհարկե էի լսել, բայց այդ ժամանակ ավելի կարծես օգնեց մանրամասն հասկանալու Քրիստոսն ով է, նրա մեծությունը հասկացա։ Ասեմ ճիշտ է, ես շատ մեղավոր եմ, բայց իրավունք էլ չունեմ չհավատալու, որ մեղքերի թողություն ունեմ, որովհետև Հիսուսն է խաչվել ինձ համար։ Հովի հետ միասին աղոթք արեցինք, իհարկե, կարծես մի մեծ ծանրություն ուսերիցս, այն սրտիցս դուրս գար։ Թեթևացած, մեծ խաղաղություն ստացած, փրկության ուրախությունը սրտումս գնացի։ Այս վերջերս շատ ենք ձեզ համար կարդացել Սաղմոս 32-ը, հիշում եք, որ ասում է երանի նրան, որի անօրենությունները թողվեցավ, որում նենգություն չկա։ Ասում է ես քանի դեռ լուռ էի, քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա, ես ավելի հասկանում մեղավոր է, որքան Աստծո քո ազդեցությունը ազդեցիկ էր ինձ վրա, ավելի խորն էի տեսնում մեղավորությունը, եւ դա պես էլ կա, չափազանցված չէր։ Իհարկե ավելի շատ մեղավոր ենք, բայց Աստծո հոգին չէր միանգամից ցույց տալիս մեր ասենց ասած խորտակված դիները, չենք էլ հավատալ որ ներվենք։ Շատ մեծ է մարդու մեղքի վարձքը։ Սակայն երբ որ Հիսուսին հավատացի խաղաղությունն ունեցա այդ Սաղմոսում 32 Սաղմոսի 7-րդ համարում ասում է փրկության երգերով պատեցիր ինձ։ Սրտումս էր գովասանքը Քրիստոսի, ուրախանում էի Քրիստոսով։ Ասում եմ ինչ մեծ սեր ունի Աստված մարդու հանդեպ, անարժանից կյանք տվեց։ Այդ բոլոր մեղքերից թողություն շնորհվեց։
ուզում է երգեի հոգևոր երգերը, հասկանում եմ չեմ կարող արտահայտեմ, ինչ որ ուզում եմ ասեմ երգով չեմ կարող ասեմ, դա մի ուրիշ երգ է, ես չեմ կարող երգել այդ երգերը, որովհետև սրտումս մեծ ուրախություն էր, բայց ես չէի կարող արտահայտեի դա, բայց ուրախությունը չէ փրկության հավատքի հիմքը, փրկարար հավատքը Քրիստոսի վրա է, այդ ուրախությունը հետևանքն է, շարունակությունը, որ դու ընդունեցիր Հիսուսին Տեր ու Փրկիչ, և նորմալ է, որ ուրախանում ես, դա և շատ թանկ զգացում է, պետք է քեզ, Հռոմեացիս նամակի 12:12 ասում է 12:12 հույսով ուրախացեք, նեղության համբերեցեք, աղոթքում հարատևեցեք, իրականում այն ուրախությունը տատանվող կարա լինի, նեղության մեջ տրտմություն էլ կլինի, բայց սրտումդ խորքում մի թաքուն ուրախություն, որ ես կյանք ունեմ, այս ամենն անցողիկ է, Քրիստոսին հուսալով տեսնում եմ ապագա և մի նեղության մեջ, ցավի դժվարության մեջ սրտումս այդ ուրախությունը, կարծես մի թաքնված ձևով իր ազդեցությունը թողի համբերելու կարողություն տա։ Մի քննություն անցա արդեն, որ տարուկես մոտարապես հավատքի մեջ էի, հայկս ծնվել էր, բայց շուշուտ հիվանդանում էր։ Շատ շուտ էր թուլանում, թույլ էր ծնվել։ Երեխաս վատացավ, տարանք բժշկի, ամեն ինչ արեցին, բերեցինք նորից տուն, հանկարծ նորից վատացավ այնպես, որ անշարժացավ։ Հանեցինք դուրս, մորս ձեռքերի մեջ էր և սկսեցի նորից խնդրել աղոթքով Տիրոջը, Տեր Աստված, Տեր Հիսուս, ես գիտեմ, որ հավիտենական կյանք կա։ Շատ եմ խնդրել, որ երեխայիս բուժես, գուցե որոշել ես վերցնես, թող քո կամքը լինի, հավատում եմ, որ հավիտենական կյանքը կա և երկնքում կտեսնեմ։ Տրտմություն էր այդ հիվանդությունը, որ հանդիպել էր մեզ, նեղություն էր, մի փորձանք, որ մեր առաջին էր, բայց հոգուս խորքում ասում էի, կա հավիտենական կյանք, ես գիտեմ իմ երեխան, սա վերջը չի, ես նրան պիտի տեսնեմ երկնքում։ Բայց մի 10 րոպե հետո հակառակ բանը տեղ ունեցավ, բուժեց Տերը, կենդանացավ, լրիվ լավ, հասկացա քննություն եմ անցել, բնական էր, դա արհեստական չէր, Աստված չար բաներով չի փորձում մարդու, դա հիվանդություն էր, որ հանդիպել էր, սակայն պատճառ դարձավ հույսի ուրախություն արտահայտվեր իմ մեջ, ապրեցի այդ ուրախությամբ, դուրս եկա այդ նեղությունից և էլ ավելի զորացած, ես հավատում եմ, ես տեսա իմ մեջ, որ ունեմ Քրիստոսով կյանք, ես հավատում եմ, որ հավիտենական կյանքը կա, այսինքն ես տեսա դա, որ ունեմ, այդ փորձության մեջ, բայց երբ որ մարդ ասում է, ես հավատում եմ, որ փրկված եմ, որովհետև ուրախ եմ, ուրախությունն է իր հավատքի հիմքը, ժողովուրդ, հանդիպել եմ մարդկանց մոտ 94-95 թվականներ, այնքան էր այդ սխալ հավատքով ապրել, ուրախության զգացումով էր ինքը սկսում կողնորոշվել, ասում է գիտես ինչ, ամուսինս տնից դուրս է եկել տեղա գնացել, իմ մեջ այստեղ դոշին էլ ցույց էր տալիս ձեռքով, այստեղ ուրախություն կա, եթե ուրախություն կա, ես հավատում եմ ամեն ինչ լավ կլինի, բայց որ տրտմություն ա լինում, չէ, տխրում եմ, հասկանում եմ, հեսա մի հատ փորձանք ա լինելու, որ լինում ա, ասում եմ, ախր, քո առաջնորդությունը զգացումն ա, ոչ թե Աստված, ոչ թե նրա խոսքը, հիմա որ խնդրես Տեր ներիս, ես ինչպես եմ առաջնորդվում, սա ճշմարիտ առաջնորդություն չի, ասում է, չէ, դա փորձված է, դե արի ես մարդուն համոզի, որ քո հավատքը զգացումիդ վրա է, Աստծո խոսքի վրա չի, Աստծո խոսքով, բացահայտված ավետարանի խոսքով, Քրիստոսի հանդեպ եղող փրկարար հավատքը տատանվող չէ, նեղության մեջ էլ
փրկությունը իր տեղում է, ուրախության մեջ էլ փրկարար հավատքդ իր տեղում է, անփոփոխ, անշարժ։ Եթե դու չթողնես, եթե դու ետ չդառնաս անիրավության, մեղքի ճանապարհը ընտրես, Աստված քեզ չի թողնի։ Ասել է, նրա հետ հարություն տվեց, երկնավորներում նստեցրեց, ապագան էլ է ապահովել այս փրկարար հավատքի ունեցողի։ Ապահովել է Քրիստոսով, ժողովուրդ ջան։ Եվ այս կինը շատ փորձանքներ բերեց իր սխալ հավատքով իր գլխին, իր ընտանիքի գլխին։ Ամուսինն էլ էր հավատում Աստծուն, դե ամուսինն էլ տատանվող էր այլ պատճառներով, երկուսն էլ որ խախուտ հավատք ունեն, երկուսն էլ այսօր հավատքից հեռացած ընկան, որովհետև ավետարանի խոսք չունեին։ Ուրեմն քո մեջ պետք է ունենաս Քրիստոսի հանդեպ եղող հավատքը։ Էլի բաներ կան, որ մարդուն կարող են շեղել։ Ես այս երկուսից խոսեցի։ Մարդիկ կամ մտածում են հուսացած իրենց բարի գործերով կունենան փրկություն, այդ մեծ փրկությունը, որի մեջ ամբողջ կյանքդ է ապահովում։ Այդպես չէ։ Բարի գործերը վարձի արժան են, բայց Քրիստոսով է քո փրկությունը։ Քրիստոսով փրկված մարդը բարի գործերի հետևում է։ Անհնար է բարի գործեր չունենա, որովհետև այսպես ասած Աստծո շնորհքով պատրաստված է հենց բարի գործերի համար, Քրիստոսի նման լինելու, այդ որակի մարդ լինելու համար։ Նմանապես ուրախությունը, փրկություն ունեցող մարդը ինչ վիճակի մեջ էլ իր հոգու խորքում փրկված եմ գիտի, որովհետև Քրիստոսի վրա է, նրա փրկարար գործի վրա է իր հավատքը։ Սա չես կարա սրտից անես։ Մահն էլ չի բաժանի մարդուն Աստծուց, որովհետև գիտի պիտի ապրի։ Այս մարդը անպարտելի է։ Սակայն իր հավատքը ոչ թե ուրախության զգացումի վրա է, կամ տրտմության, այլ Քրիստոսի։ Հավատացեք, զգացումը այդ ուրախության շատ տարբեր բաներով է փոփոխվում։ Մի հատ օրինակ բերեմ, էլ մնացած չբերեմ։ Մինչև անգամ եղանակի փոփոխությունն էլ զգացումիդ վրա կարազդի։ Ասում են այսօր մռայլ օր է, անպամած, այ մարդը ինչ ծանր օր է։ Շատ մարդիկ դրանով էլ տատմում են։ Այսօր լավ օր է, մաքուր օդ, թարմ է, ինչ ուրախ եմ, ինչ է։ Մի օր ուրախ ես, փրկված ես, մի օր տխուր ես, փրկված չես, մի օր նորից ուրախ ես, փրկված ես, այդպես չի։ Փառք Տիրոջը, որ այդպես չի։ Քրիստոսով է մեր ապահովությունը փրկված լինելու, նրան լինի փառքավիճան։ Նորոգում ենք մեր, այսպես ասած, հավատքը Քրիստոսի հանդեպ այսօր։ Մենք Հիսուսինն ենք, Հիսուսը մերը։ Մեկացանք նրան։ Առաջ նա մեկացավ մեզ։ Մեկացավ մեղավորներից, մեր մեղքի պատիժն իր վրա վերցրեց, բայց չմնաց մահվան բանտի մեջ, հարություն առավ։ Մենք էլ, քանի որ նրա մահվանն ենք մեկացել հավատքով, հարությանն էլ ենք մեկացած։ Եթե նրա հետ մեռանք, նրա հետ էլ պիտի ապրենք։ Այս մեկացումը ինչ խորն է։ Նրա հետ մեռանք որպես մեղավորներ, նրա հետ էլ պիտի ապրենք որպես արդարներ։ Փառք լինի մեր Աստծուն այս հրաշք գործի համար։ Դե խաչի գործի մի փոքրիկ մասիկ խոսեցի։ Շատ բաներ կան։ Եվ փառք Աստծուն, որ խոսում են եղբայրներս, Աստված օրհնի եղբայրներին էլ, որ ել ավելի խոսեն։ Մենք հարստանանք խաչի գործի գիտությամբ։ Ինչ օրհնություններ է բխում այստեղից։ Ինչ որ լսեցինք, դրա համեմատ եկեք աղոթք անենք։